ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ հանդիպումը հաջող է անցել, չնայած դրսից երկխոսությունը խափանելու փորձերին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։ Հանդիպումը չափազանց արդյունավետ էր, բայց ինչպես նախկինում ասել եմ, շատ մարդիկ, կառույցներ, երկրներ փորձում են խափանել մեր երկխոսությունը ԱՄՆ-ի հետ, հայտարարել է քաղաքական գործիչը։ Դմիտրիևը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններն ընթանում են մշտական հարձակումների և ապատեղեկատվության բարդ պայմաններում, իսկ ԱՄՆ-ում ակտիվ քարոզչություն է իրականացվում Ռուսաստանի դեմ։ Ուստի Մոսկվայի դիրքորոշումն ուղղակիորեն ամերիկյան ղեկավարությանը հասցնելու հնարավորությունը չափազանց կարևոր է, եզրափակել է նա։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին։ Զախարովայի խոսքով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ համաձայնությունները պահպանում են արդիականությունը։ Նա շեշտել է, Մոսկվան միշտ ուրախ է աջակցել Երևանին և Բաքվին առաջ մղելու հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Լիարժեք գործակցության հնարավորինս շուտ վերսկսումը իհարկե կնպաստեր Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը և բարգավաճմանը։ Պատրաստ ենք աջակցել մեր գործընկերներին հաշտեցման հարցում։ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում տրանսպորտային և տնտեսական խորհրդակցությունների ապաշրջափակման հիանալի գաղափարներ են մշակվել։ Պատրաստ ենք ներկայացնել սահմանազատման և սահմանագծման ոլորտում մեր փորձը, քարտեզագրական եզակի նյութերը, օգնել հումանիտար հարցերում, նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Մոսկվա է մեկնելու մասնակցելու մայիսի 9-ի շքերթին։ Հայտնի է, որ Սերբիայի ղեկավարը նման որոշում է կայացրել, չնայած ԵՄ-ի նախազգուշացմանը, որ նման այցն անընդունելի է դաշինքին միանալու թեկնածու երկրների համար։ Այս մասին գրում է Associated Press-ը։ Մոտ ժամանակներս մեզ վրա ճնշում կգործադրվի, կապված Մոսկվայում տեղի ունեցած միջոցառումների հետ, որոնց մենք հայտարարել ենք մեր մասնակցության մասին, նշել է Վուչիչը։ Սերբիայի նախագահը նաև հայտարարել է, որ սերբական զորամասերից մեկը կմասնակցի մայիսի 9-ին Ռուսաստանի մայրաքաղաքի Կարմիր հրապարակում կայանալիք զորահանդեսին։ Նրա խոսքով երկիրն առաջին անգամ է մասնակցում շքերթի համատեղ կազմակերպմանը։ Տեխնոլոգիան, որն ունի Վաշինգտոնը, ունակ է կառավարել այնպիսի ֆիզիկական հասկացություններ, ինչպիսիք են ժամանակը և տարածությունը։ Այս մասին Տեխասում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Սպիտակ տան տեխնոլոգիական քաղաքականության գծով տնօրեն Մայքլ Կրացիոսը։ Մեր տեխնոլոգիան թույլ է տալիս մեզ շահարկել ժամանակը և տարածությունը։ Նրանք ոչնչացնում են հեռավորությունը, ստիպում են իրերը աճել և բարելավում են արտադրողականությունը, ասել է Կրացիոսը, առանց մանրամասնելու իր նկարագրած տեխնոլոգիայի մանրամասները։ Տեխնոլոգիական քաղաքականության գծով տնօրենը նաև նկարագրել է գիտական ոլորտում ԱՄՆ նախագահի վարչակազմի առջև դրված խնդիրները, որոնց թվում կարևորագույն և նորագույն տեխնոլոգիաների ոլորտում գերազանցության ապահովումն է։ Ռուսաստանը պատրաստ է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Վրաստանի հետ և կգնա այնքան հեռու, որքան պատրաստ կլինի Թբիլիսին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ինչ վերաբերում է դիվանագիտական հարաբերություններին, ապա մենք պատրաստ ենք դրանց վերականգմանը։ Մենք պատրաստ ենք գնալ այնքան հեռու, որքան պատրաստ է գնալ վրացական կողմը։ Մեզ համար այստեղ սահմանափակումներ չկան, ընդգծել է դիվանագետը։ Արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը նաև նշել է, որ Ռուսաստանը Վրաստանի հետ հարաբերություններում ստիպված է գործ ունենալ Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության ժամանակների հրեշավոր ժառանգության հետ։ Նա հավելել է, որ Մոսկվան վերջին տարիներին զգալի քայլեր է կատարել Թբիլիսիի հետ հարաբերություններում։